Կառավարությունը դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին ուսումնասիրելու բենզինի գնագոյացումը։ Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին այսօր հայտարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի ժամանակ Զուրաբյանը պնդեց, թե ամբողջ աշխարհում վառելիքի գներն ընկնում են, Հայաստանում բարձրանում։ Դիտավորյալ ստեղծված մենաշնորհային վիճակի պատճառով այսօր ամբողջ Հայաստանի տնտեսությունը խեղդվում է։ Այս անհամամասնությունները արդյոք հնարավոր է բացատրել տրանսպորտային ծախսերով, հնարավոր է բացատրել դրանք մատակարարման աղբյուրների բազմազանությամբ, թե ոչ, բենզինի վերաբերյալ այդ հարցումը այժմ տնտեսական մրցակցության հանձնաժողովի քննությունից հետո կներկայացվի։ Նույնը շարունակեց ընդդիմադիր падգամավորը, կարելի է ասել գազի գնի մասին։ Մենք ինքներս մեր ձեռքով ստորագրել ենք մի պայմանագիր, որով Գազպրոմին մոնոպոլիա ենք տվել։ Մեր խմբակցությունը այն ժամանակ էլ դեմ է եղել, դեմ է քվեարկել այդ պայմանագրին, բայց հիմա մենք մտցրել ենք մեզ մի վիճակի մեջ, որ մենք չենք կորցրել ենք այդ ազատությունը, ասենք գազ գնել Իրանից կամ բանակցել Իրանի հետ։ Որևէ պայմանագրում նշված չի մոնոպոլիա Իրանի հետ հարաբերությունների տեսակետից։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության տարածքից Գազպրոմի մոնոպոլ դիրքին, Գազպրոմի մոնոպոլ դիրքը դա տվյալ երկրի արդեն շահերի խնդիրն է, ինչ վերաբերում է այլ աղբյուրներից, մասնավորապես Իրանից գնելու վերաբերյալ, այդ պայմանագրով սահմանափակումներ չկան։ Եվ Իրանի հետ նույնպես մենք նմանատիպ աշխատանքներ կատարում ենք, գտնվում ենք բանակցությունների մեջ։ Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց Ռուսաստանի հետ գազի գնի նվազման շուրջ բանակցություններից։ Հետաքրքրվեց, ինչ գնի մասին է խոսքը։ Էներգետիկայի նախարար Երվան Զախարյանը մանրամասներ այդպես էլ չհրապարակեց։ Կարող եմ ասել միայն հետևյալը, որ այսօր այդ բանակցությունները շարունակվում են։ Կոնկրետ թիվ, թե ինչի շուրջ չեմ կարող ասել, որովհետև դրանք չեն ֆիքսվում։ Նիկոլ Փաշինյանը հորդորեց վարչապետին ստուգել տարիներ շարունակ օդում կախված խոսակցությունները Սամվել Ալեքսանյանի չմուծված միլիարդավոր դրամ հարկերի մասին։ Ըստ օդում կախված լուրերի, Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը Հայաստան է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել տասնյակ միլիարդավոր դրամների մաքսատուրքերից։ Ըստ օդում կախված լուրերի, այդ շաքարավազը հումքի անվան տակ մտնում է Ախուրյանի գործարան եւ որպես տեղում արտադրված շաքարավազ դուրս գալիս այնտեղից։ Օդում կախված լուրերի համաձայն այս հանցավոր մեխանիզմը տարիներ ի վեր գործում է Սերժ Սարգսյանի իմացությամբ եւ թույլտվությամբ։ Ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը շաքարավազի այս կանտրաբանդայից եւ Ալեքսանյանին պատկանող մյուս մենաշնորհային ոլորտներից ունի անձնական փայաբաժին եւ հենց այսպես գոյացած միջոցների հաշվին են լուծվում ընտրությունների արդյունքները կեղծելու եւ իշխանությունը պահելուն ուղղված ապօրինի գործողությունների եւ հանցավոր մեխանիզմների ֆինանսավորման հարցերը։ Տիկնայք եւ պարոնայք կառավարության անդամներ եւս մեկ տեխնիկական ճշտում։ Արդյոք Սերժ Սարգսյանը արգելել է օգտագործել լֆիկ Սամո կնիքը։ Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։ Ասաց վարչապետը կուսումնասիրի հորդորը։ Նաև հայտարարեց, թե իր համար հասկանալի է Փաշինյանի բարձրացրած հարցերի նպատակը։ Դուք ուզում եք այդ ձևով հերքել այն տարածված լուրերը, որ դուք իշխանության հետ ինչ որ ձևով շահկապված եք, արհեստականորեն ստեղծված ընդդիմություն եք եւ այլն։ Ես կարծում եմ, որ եթե դա է նպատակը, դրա կարիքը չկա անելու։ Ինձ գոնե համոզել եք, որ իշխանության հետ շահկապված չեք։ Այն, որ դուք վերագրում եք ինձ, որ ես պետք է ապացուցեմ, ես ապացուցելու կարիք չունեմ, որովհետեւ իմ կյանքն ու գործունեությունը այդ ամենը ապացուցել են։ Եթե դուք այդպես անում եք, որ ես, այսպես ասած, իմ հարցերի շարքը ընդհատվի, ձեզ հուսախաբություն է սպասվում, որովհետև ես անդրադառնալու եմ հերթով օդում կախված բոլոր լուրերին